Կնեմ, որ այդ քաղաքագետ է, եւ մեր հետևորդները նայում են ձեր հարցազրույցները հեռուստա ալիքներով, գիտեմ, որ այս ֆորմատը այնքան ձեզ համար հարմար չի, բայց նորից եմ շնորհակալություն հայտնում, որ դուք համաձայնվել եք պատասխանեք, Էդգար ջան, մի սկզբից հարցնեմ, դուք նայում եք Facebook-յան ինչ-որ սոցցանցերում, խմբերում եւ YouTube-յան ալիքներում այս ձևի հարցազրույցները եւ Facebook-ով են մարդիկ զրուցում, նորից ուզում եմ կրկնեմ, որ ես բլոգեր չեմ, ցավոք սրտի մարդիկ բոլորի բլոգերներ են ասում, բայց ինչքանով է ձեզ համար հարմար այս ձևի պատասխանել հարցերին, թե ավելի հեշտ է հեռուստաալիքներով հարցազրույց ունենալ, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ Ռոման ջան, հրավերի համար, սա մեր առաջին այս ֆորմատով հարցազրույցն է եւ ես ուրախ եմ դրա համար եւ նաեւ շնորհակալ եմ։ Ես նաև ակտիվ հետևում եմ ձեր գործունեությանը եւ չափազանց տպավորված եմ եւ նաև առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում, որ կարողանում եք Հայաստանը ներկայացրել նաև պոզիտիվ առումով, քանի որ մեզ այսօր դա նույնպես անհրաժեշտ է, քանի որ այնքան մարդիկ կան, որոնք նեգատիվ են ներկայացնում մեր իրականությունը, որը բնականաբար մեր Հայաստանի քաղաքացիների համար նեգատիվ ֆոն է ստեղծում, որը նաև կարող է նպաստել արտագաղթին։ Իսկ ինչ մնում է ուրեմն տարբեր այսպես ֆորմատներով, հա նաև նշեմ, որ այո բլոգեր չեք, լրագրող եք պրոֆեսիոնալ նախ եւ առաջ եւ վերլուծաբան, ով կարողանում է նաև ճիշտ ներկայացնել իրականությունը, անցուդարձը եւ իրադարձությունները։ Ինչ վերաբերում է տարբեր այսպես ֆորմատներով հանդիպումներին, նշեմ նաև, որ ես ինքս ունեմ նաև երկար տարիների ուրեմն լրագրողական փորձ, հեռուստա լրագրության փորձ, ժամանակին ես ինքս նաև հաղորդումներ եմ վարել հեռուստա էկրանից այն կողմ եւ կարծեք թե բոլոր ֆորմատներով հարմար է հարցազրույցներին մասնակցել ու նաեւ տեսակետներ հայտնել, այնպես որ կարծում եմ նորմալ է, խնդիրներ չկա։ Էդգար ջան, քանի որ մենք այսպես ասած առաջի անգամ եք շփվում, բայց ես նշեմ, որ ես եմ շուտվանից նայում ձեր եթերները, այսինքն ահագին ժամանակ եւ տարբեր ընկերների տները եւ գնացել եմ հեռուստաալիքներով ձեզ նայել եմ, հարցնում եմ ինչ տպավորություն ունեն եւ բոլորը ովքեր պետության կողմին են, ուզում են որ ժողովուրդը ավելի լավ ապրի, բոլորը իրանք շատ լավ կարծիք ունեն ձեր մասին, քանի դուք ասեցիք, որ դուք միշտ հետևում եք իմ գրառումները եւ նաեւ դուք երևի հետևում եք ոնց են ինձ վրա հարձակվում ագին մարդիկ եւ երևի կարծում եք, որ վերջերս արդեն նոր հեքիաթներ են օրինել, որ իբր ես ատելություն եմ տարածում ղարաբաղցիների դեմ եւ այլն։ Ես կուզենայի մի փոքր ձեզ բացատրեի ինչ է կատարում եւ հետո մենք անցնենք մեր հարցերին։ Տեսեք, 44 օրվա պատերազմից հետո դեկտեմբեր ամսում 2020 թվականին ես ուրեմն դուրս եմ եկել եթեր եւ պատմել, որ Մադավիսում մոտ 200 մեր զինվորները զոհվել են, քանի որ Ղարաբաղի հրամանատարները նենց քայլեր են արել, որ այդ տղեկը զոհվեն։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն գործ է հարուցել, մի հոգու բռնել է նստացրել, մեկը ռոզիսկում է եւ իմ խոսքերից ինքը հաստատել է սա իմ խոսքերը եւ գործ է հարուցել այդ հրամանատարների վրա։ Նույն օրերին Էդգար ջան, Արցախի ԱԱՑ-ն ինձ վրա է գործ հարուցում, պատկերացրել, որ իբր ես ստում եմ։ Եվ իմ հետևից են գնում, ուզում են գողանան ինձ Երևանում, պատկերացրեք, որ Երևանում իմ հետևից իրանք գնում են, համարյա, չգիտեմ, շաբաթներով ես տեսնում եի, որ ինչ-որ ավտոն միշտ շարժվում է, իմ մոտ է լինում, եւ նենց են արել, որ ես դաժե իրանց հարցերին պատասխան տամ, այդ Արցախի ԱԱՑ-ն, բայց ես դիմեցի Հայաստանի ԱԱՑ-ն եւ իրանք ինձ ահագին օգնեցին, որպեսզի այդ մարդիկ չկարողանան ինձ վրա, ճնշեն Արցախի ԱԱՑ-ն։ Այնպես որ այս սա տարիները ես քննադատում եմ, գրում եմ եւ այդ մարդիկ Էդգար ջան, ովքեր մինչ հիմա չեն նստել, գեներալներ են, Քոչարյան, Ստեր եւ այլն, տեսեք, իրանց հնարավորություն ունեն այսօր Հայաստանում, չերես իրանց կայքեր, իրանց դատավորներ, չերես իրանց բարեկամներ, ճնշել մեզ վրա, այն մարդկանց վրա, ովքեր խոսում են ճիշտը։ Այսքանը, որպեսզի դուք հասկանաք ինչ է կատարվում։ Ես ընդհանուր առմամբ պատահական չէ, որ ասեցի հետևում եմ, ընդհանուր առմամբ իրավիճակին ծանոթ եմ եւ իսկապես դատապարտում եմ, քանի որ Ղարաբաղյան կլան կոչվածը մշտապես 20 տարուց ավեջ սովոր է եղել, որ իրենց բոլոր հանցանքները պետքա թաքուն պահվեն, սկսած ուրեմն հոկտեմբերի 27-ից վերջացրած ուրեմն ամենամարտի 1-ով եւ ամենավերջին հանցագործությունները նաեւ կապված բանակի հետ եւ բանակի ներսում եւ բնականաբար այդ պատերազմական գործողությունների ընթացքում եւ ուրեմն ես էլ որպես ժամանակի լրագրող հիշում եմ 2016 թվականին երբ իմ հաղորդում
մեկում արդեն եղել էր քառօրյա պատերազմը եւ իմ հաղորդումներից մեկում իմ հյուրի հետ անդրադարձանք ուրեմն Հայաստանի զինված ուժերի, Հայաստանի բանակի գեներալներին եւ կոչ արեցինք Գերագույն գլխավոր հրամանատարությանը ուրեմն այսպես այդ ցմփոր, հա, այդ ձևակերպեցինք ազատվել այդ ցմփոր եւ հանցագործ գեներալներից ու գիտեք հետաքրքիրը որն էր երկրի առաջի դեմքը տեսել էր այդ հաղորդումը երբ ամանորյա միջոցառմանը երբ լրագրողները հրավիրվել էին ուրեմն նախագահական այնտեղ նախագահի ինստիտուտը հարգելով բոլոր լրագրողները մասնակցում էին այդ միջոցառումներին ու այդ նախագահը խոսքը Սերժ Սարգսյանի մասին էր այդ նախագահը չէր մոռացել այդ քննադատությունը եւ մոտեցավ ինձ մեզ հա իմ թիմին եւ այսպես ասում ինչ իր այսպես տոնայնությամբ թե ինչ ցմփոր գեներալների մասին է խոսքը հələ ցույց տվեք տեսնենք այդով են այդ ցմփոր գեներալները դա 2016 թվականի պատմություն են պատմում եւ հետեւաբար այն ինչ որ դու բացահայտել ես եւ ասել ես բնական է որ դրանք այդպիսի արձագանք կստանային եւ ես կարծում եմ որ պետքա ճշմարտության հետևից միշտ գնալ եւ իհարկե խոչընդոտներ կլինեն նաեւ անհարմարություններ մեղմ ասած անձնական մակարդակի բայց նաեւ պետք է իմանաք որ Հայաստանում կա առողջ հասարակություն, Հայաստանում կա առողջ լրատվական դաշտ եւ այդ բոլոր մարդիկ նաեւ ձեզ անհրաժեշտության դեպքում աջակցելու են այդ ամբողջ գործընթացի մեջով անցնելու, այնպես որ դուք ճիշտ, այսպես ասեմ, ուղու վրա եք, ճիշտ բացահայտումներ եք արել եւ այդ բացահայտումները ուղիղ անմիջապես վերաբերվում են մեր այսօրվա ու վաղվա անվտանգությանը, իսկ նախորդ տարիներին տեղ ունեցած այդ հանցագործությունները եթե չբացահայտվեն, ապա ապագայում մենք ապահովագրված չենք լինի նման դեպքերի կրկնությունից։ Շատ լավ, Էդգար ջան, նաև եւ ձեզ եւ հետևորդներին նշեմ, որ նաև մեզ նայելու են YouTube-յան ալիքներում, կոչում եմ բոլոր նրանց, ովքեր կոմենտներ են թողելու եւ Unblock կայքում եւ ովքեր առավոտ են նայելու այս եթեր խմբերում եւ Facebook-ում։ Գիտեք, Էդգար ջան, տեսեք, մի քանի հատ փաստեր կա, որը շատ կարեւոր է եւ որի մասին ոչ մեկ համարյա չի խոսում։ Հայաստանը ամեն տարի տալիս էր կրիտ Ղարաբաղին, հա, խոշոր գումարներ, ամեն տարի։ Այսպես ասած բանակի վրա գումարները, աշխատավարձները եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր եղել են այսպես ասած գոսապարատ, հա, պետականամետ չինովնիկներ Ղարաբաղում, իրենց ձեռն էր այդ աչոտները։ Ղարաբաղում կային 12 հատ նախարարություն, ոնց Հայաստանում կա 12 հատ նախարարություն, նույն ձևի Ղարաբաղում ա եղել։ Եվ տեսեք, երբ իրանք 23 ժամանոց պատերազմից հետո փախան եկան Հայաստան, իրանք վերջի օրերին վառեցին այդ սա աչոտները։ Եվ այսօր հարց է ծագվում, ոնց է ստացվում, որ այդ աչոտները էլեկտրոն աչոտ չունեն, այսինքն չէ որ բացի թղթային, հա, այդ թղթային դոկումենտացիան կար էլեկտրոնային աչոտ մեզ։ Դա շատ կարևոր հարց է, Էդգար ջան, եթե ես ուղղակի կուզենայի խնդրեմ, որ դուք էլ դրա մասին մտածեիք հետագայում, ձեր ինչ որ ուզե դուք հասկանաք ինչ է կատարում։ Այսինքն այդ աչոտները փաստորեն այսօր չունենք, Էդգար ջան, իսկ այդ աչոտները շատ կարևոր է, քանի որ այդ կրեդիտը, որը տվել է Հայաստանը, դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի налогներից հա ստեղծված կրեդիտ է, այսինքն մեր գումարներն է, ժողովրդի գումարներն է, որը 35 տարի տալիս են այդ չինովնիկներին, հիմա այդ չինովնիկները վառել են այդ թղթերը, այդ գարնյան, տեղափոխվել են Հայաստան, Հայաստանում ստանում են կոմպենսացիա ու իրանց էջից ինձ նման մարդկանց վրա հարձակվում են եւ ասում են Ռոմանին պետքա բռնեք։ Տեսեք ինչ աբսուրդային վիճակ է, ինչ աբսուրդի մեջ ենք մենք ապրում։ Եվ իմ հետևորդներս էլ ես եթե նայելու եք դուք այսօր, վաղը, գիշերը միշտ հիշեք, որ մենք 35 տարի Ղարաբաղի չինովնիկներին տվել է կրեդիտներ, գումարներ, խոշոր գումարներ, եւ այդ գումարները կորել է։ Իսկ հիմա արդեն անցնենք մեր զրույցին, քանի որ այսօր մեր թեման Ղարաբաղի չինովնիկները չեն, ուղղակի մենք այսպես ասած մի քիչ ծանոթացանք Էդգարի հետ եւ մի քանի կարեւոր բան իրար բացատրեցիք։ Ես կուզենայի տարբեր թեմաներով խոսանք, քանի որ ասեցի, որ Էդգարը քաղաքագետ է եւ շատ խոր ուսումնասիրում է տարբեր հարցեր։ Սկսենք ուրեմն այսօրվա վիճակից խոսանք, քանի որ Ադրբեջանը եւ Հայաստանը միշտ հիմա այդ այսպես ասած միրը դոգովարնի պատպիսալի միջմա չեն ծորագրել շատ կարևոր փաստաթուղթը ոնց եք դուք մտածում ինչն է խանգարում հիմա որ ստորագրեն այդ թուղթը ես հիշեցնեմ ձեզ Էդգար ջան որ եթե չեմ սխալվում երեք ներքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց որ կարող է լինի մոտակա ժամանակ եւ նաեւ Ադրբեջանի նախարարը ասեց որ կապի մեջ է հայերի հետ ինչն է խանգարում հիմա որ ստորագրեն այդ թուղթը խնդրեմ Տեսեք Ռոման, ուրեմն այստեղ կա երկու մակարդակ կամ երկու պլաստ այս հարցի։ Առաջինը բնականաբար Ադրբեջանը որպես Արցախյան այս վերջին պատերազմում հաջողած կողմ ինքը փորձելու է բնականաբար մաքսիմում ստանա Հայաստանից
այդ ամբողջ բանակցություններում եւ երկրորդ բաղադրիչը դա արտաքին աշխարհակարգական գործոնն է, արտաքին ուժերի գործոնն է եւ տվյալ դեպքում Ռուսաստանի գործոնն է, որը արգելակում է բնականաբար Ադրբեջանին գնալ Հայաստանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, քանի որ դա ունի շատ այսպես կոնկրետ պատճառ։ Պատճառը հետեւյալն է, որ Ռուսաստանում լավ հասկանում են, որ Հարավային Կովկասում ու մասնավորապես Հայաստանում իրենք կարող են մնալ բացառապես այս տարածաշրջանում կոնֆլիկտի արկայության պարագայում կամ այդ կոնֆլիկտի այսպես կիսալուծում տրված լինելու պարագայում եւ պատահական չի, որ նախկինում երբ որ առաջարկում է Ռուսաստանի կողմից Արցախյան հարցի կարգավորում, նրանք առաջարկում են, որպեսզի կարգավիճակի հարցը թողնվի հետագա տարիներին, իսկ դա նշանակում էր, որ Ռուսաստանը մի կողմից ցույց տալով, որ որոշակի կարգավորում է տեղի ունեցել, բայց մյուս կողմից դեռևս կարգավորելով վերջնականապես խնդիրը, տվյալ դեպքում ուրեմն կարգավիճակի հարցը, նա մշտապես այդ խնդիրը պահելու էր ձեռքում որպես լծակ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա օգտագործելու համար, կառավարելու իր կողմից կոնֆլիկտը իր ցանկացած ձևով եւ այդ առումով նաեւ շարունակելու մնալ տարածաշրջանում։ Եվ ահա ես կարծում եմ, որ այստեղ թերևս ամենաազդեցիկ գործոնը հենց դա է, որ Ռուսաստանը շահագրգռված չի տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմամբ եւ դա երևում էր նաեւ Ռուսաստանի ուրեմն արտաքին գործերի նախարարության հայտարարության տեքստից այն ժամանակ, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին, որ արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի կետերը, փաստաթուղթը, մենք ականատես եղանք անմիջապես բազմաթիվ երկրների, այդ թվում գերտերությունների հայտարարություններ, ովքեր ողջունում էին եւ առաջարկում էին անհապաղ ստորագրել այդ փաստաթուղթը, բայց դրանից ուրեմն մեծապես տարբերվում է Ռուսաստանի դիրքորոշումը, Ռուսաստանի տարածած հայտարարությունը, որտեղ ըստ էության իրենք հաստատի երկու երկրների միջև որպես երրորդ կողմ, կարծեք թե ենթատեքստում նախապայման էին դնում խաղաղության հաստատելու համար, եւ այդ նախապայմանը իրենց կողմից մշտապես ուրեմն տարածված այդ, չգիտեմ, երրակողմ երեք կողմերի միջև այդ երեք այսպես կոչված համաձայնությունների հիմքով խաղաղություն հաստատելն է։ Եվ այդտեղ ամենակարևոր թերևս դրույթը իրենց համար նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետն է, որը իրենք տարբեր առիթներով, տարբեր ֆորմատներով, տարբեր ձևակերպումներով ներկայացնում են ըստ էության որպես նաև նախապայման Հայաստանի առջև խաղաղության հասնելու համար։ Շատ բարի, ասեմ, որ հետևորդները շատ բարի խոսքեր են գրում, կարդում եմ այդ սապոմետները, շնորհակալություն, Ժորժյան, շնորհակալություն եւ նաեւ նշեմ, որ YouTube-յան ալիքում աշխատում են բոլոր կոմենտները կարդան, Իորդանիայից, Երևանից, Մոսկվայից ես շատ ողջունում եմ բոլորիդ եւ նույնիսկ եմ կրկնում, չկա կոմենտ, որը ես չկարդամ։ Էդգար Արաքելյանի հետ եք շփվում, ինքը այս ֆորմատով առաջի անգամ է շփվում համակարգում, նորից հիշեցնեմ մեր հետևորդներին, որ YouTube-յան ալիքներում դուք իրավ տենում եք, որ ինքը տարբեր հեռուստա ալիքներով ելույթ ունենում։ Էդգար ջան, հաջորդ հարցը լինելու է Ռուսաստանի մասին։ Տեսեք, ես երեք էլ գրեցի մի հատ նյութ Արշակ Կարապետյանի մասին, որ կոնկրետ Արշակ Կարապետյանը որպես նախարար փաստորեն, այսպես ասած, կառավարության ականջներին նստած, ասում էր, որ այդ 400 միլիոն դոլարը եկեք տանք զենք առնենք Ռուսաստանից, փաստորեն մեզ ցել ինչ որ հա, ասենց դժոխք այդ պատմության հետ կապված, քանի որ 400 միլիոն դոլարը Հայաստանը տվեց, որ զենք առնի Ռուսաստանից, ոչ մի զենք տենց էլ չստացավ։ Վերջի տարին այդ բաժանը ասում եք, որ զենքի մի մասը իբր Ռուսաստանը տվել է, ինչ որ մի մասը լուծվել է հարցը, շատ փոքր մաս է եղել եւ բնականաբար այն կարևոր զենք զինամթերքը, որ Հայաստանը պետք է ստանար, դեռևս չի ստացվել։ Հա։ Եվ տեսեք, ուզում եմ նշել, Էդգար ջան, շատ կարևոր մի հատ մենք խոսում ենք Արշակ Կարապետյանի մասին, որ ինքը մեզ այս ձևի պատմության մեջ է ցել, ես ուզում եմ նշել մեր հետևորդների համար, քանի որ Էդգարը դա հասկանում է, որ այդ 400 միլիոն դոլարը, որը մենք տվել ենք եւ ոչ մի բան չեք ստացել համարյա, հիմա այս րոպեի, այս դրությամբ, հա, արդեն անցել համարյա 4 տարի։ Պատկերացրեք, հարգելի բարեկամներ, հետևորդներ, քույրեր եւ եղբայրներ, որ Արշակ Կարապետյանը 400 միլիոն դոլար չի տվել, այլ հիմիկվա դրությամբ համարյա 600 միլիոն, քանի որ այդ գումարը, եթե մենք այսպես ասած գումարը ոչի նստում մեր հաշվների վրա, այդ գումարը տոկոսներ է բերում, այդ գումարը աշխատում է, եթե մենք պետության մեջ ենք օգտագործում։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այդ գումարը մեր արդյունք է գեներացնում, եթե 4 տարիների ընթացքում դա օգտագործվեր, եթե նույնիսկ մենք դա դնայինք որևէ եվրոպական բանկում եւ ստանայինք տոկոսներ, ապա այդ գումարը այսօր արդեն բավականին մեծ գումար է։
Ու դրա համար եկեք նշենք երիտևորդների համար, որ Արշակ Կարապետյանը մեծ վնաս է տվել պետությանը։ Սա կապված չի ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ էլ իր քննադատության հետ, հա։ Ամեն հայուհի պետք է հասկանա, որ սա իշխանության հետ չի կապված, այլ մեր գումարները Արշակ Կարապետյանը թքած ունի, որ մենք այդ գումարները կոպեկ հավաքել ենք, մանավանդ պատերազմից հետո 44 օրվա պատերազմից հետո երբ մենք այս ելի կորուստներ տարանք, որ այս մեր զենք ղարաբաղցիները հանձնեցին ադրբեջանցիներին, հա, Ֆիզուլի զինվորական մասը, ել չեմ ասեմ Ջաբրայիլի այդ զինվորական մասը, Կուբատլին, սա կորցրանք մենք զերքա։ Դրանից հետո Արշակը մեր գումարները, մեր նալոգները տալիս է Ռուսաստանին, հա, ու ես ցավում եմ, որ առանձին մարդիկ նայում են, որ մեր նախկին պաշտպանության նախարարը նստած է ռուսական դրոշի տակ եւ մեծ խոսում է եւ մի անգամ չի ասում Բաշնովուր ջան, ես եմ ասել կառավարությանը, որ այս 400 միլիոնը տանք զենք առնենք։ Եվ ուզում եմ, որ մարդիկ սա իմանան, հասկանան, որ այդ գումարը 400 միլիոն չի, արդեն 600 է։ Այս կապակցությամբ հարց ունեմ Էդգարին, Էդգար ջան, դուք ո՞նց եք համարում, փաստորեն մենք չենք կարում այդ գումարը հետ վերցնել, ուղղակի ես չեմ կարող հասկանալ։ Ռուսաստանը փաստորեն մեծ երկիր մեզնից վերցրել այդ մեծ գումարը, սա 400 միլիոն դոլար Հայաստանի համար։ Չիստեմ հասկանում, ինքը մեծ շանտաժի է ենթարկում, գումարը հետ չի տալիս եւ ինչ լուծում եք դուք տեսնում, այսինքն ոնց մենք կարանք վերցնենք այդ գումարը հետ, հա, եթե կարելի է вообще այդ ձևը ասել։ Տեսեք նախ Արշակ Կարապետյանի մասին նշեմ, իմ մոտ հիմնավոր կասկածներ կան, որ Արշակ Կարապետյանը նախապես տեղեկացված է եղել, որ այդ զենքը Հայաստանը չի ստանալու եւ այնուամենայնիվ որպես պաշտպանության նախարար նա համոզել է գլխավոր գերագույն ղեկավարությանը գնալ այդ քայլին, լավ իմանալով որ Հայաստանը Ռուսաստանից այդ փուլում զենք եւ զինամթերք չի ստանալու ու ընդհանրապես Արշակ Կարապետյանի այս ամբողջ գործունեությունը ինձ ուրեմն հիշեցնել է տալիս հայտնի ֆիլմերում հայտնի այսպես գործակալների գործունեությունը, երբ ներդրվում են տարբեր իրենց պետությունների շատ կարևոր ինստիտուտներում եւ վերջում ուրեմն իրենց դիմակները այսպես պատրվում են գործակալները ինչպես գիտեք շատ հաճախ վերջում բացահայտվում են ես կարծում եմ որ Արշակ Կարապետյանի դեպքը հենց նաեւ այդպեսին է քանի որ այս ամբողջ գործընթացները դրա մասին են վկայում եւ մենք հիմնավոր կասկածներ ունենք դրա մասին իսկ եթե հիմնավոր կասկածներ չկա կամ Արշակ Կարապետյանը կարող է հակառակը ասել թող գա Հայաստան եթե ինքը խնդիրներ չունի մտնի դատարան եւ այդ ամբողջ թեզերը հերքի դատարանում դատական կարգով ինչ վերաբերում է 400 միլիոն դոլարի զենքին ապա ուրեմն սա բացառիկ դեպք է երևի ես մշտապես փորձել եմ գտնել որևէ երկրում որևէ երկրների հա դաշնակից այսպես գոնե ֆորմալ առումով դաշնակից երկրների փորձում նման դեպք եւ ես չեմ գտնում այդ տեսեք Ռուսաստանից շատ են ասում որ ուրեմն Հայաստանում հակառուսական այսպես քարոզություն կա կամ հակառուսական տրամադրություններ կան եւ շատ են տարփողում Հայաստան-Ռուսաստան այդ դաշնակցային հարաբերությունները եւ շատ են խոսում օրինակ Հայաստանի հարաբերությունների մասին ՆԱՏՕ-ի կամ Արևմուտքի կամ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ ուրեմն Միացյալ Նահանգները որպես դաշնակից նույնիսկ ունենալով Իսրայելի հետ տարաձայնություններ հա Գազայի եւ Պաղեստինի հարցում այնուամենայնիվ Միացյալ Նահանգները երբեք չի հրաժարվել Իսրայելին օգնելուց որպես դաշնակից, այն էլ ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակում է Իսրայելը, եւ մենք տեսել ենք այս հատկապես 1-2 տարիների ընթացքում, թե ինչպես է Միացյալ Նահանգները ռազմական իր պարտավորությունները կատարել Իսրայելի հանդեպ։ Եվ այս ֆոնին, երբ որ ռուսները խոսում են դաշնակցային հարաբերություններից, երբ որ ռուսները խոսում են իրենց հեղինակության մասին, ապա պետք է ասել, որ առաջին ուրեմն մարտիկ ովքեր խաղում են ռուսների հեղինակության հետ, դա հենց իրենք են եւ Հայաստանի հետ կատարվածը հենց ռուսների կողմից դա իրենց կողմից իրենց իսկ հեղինակությունը խաթարելու ամենամեծ քայլերն են եւ այսօր էլ դա շարունակում է։ Իսկ այդ 400 միլիոն դոլարի պատմությունը դա ցցուն օրինակ է թե ինչպես կարող է այսպես գերտերությունը հա ճակերտների մեջ, քանի որ այդ քայլը գերտերությանը ուրեմն հարիր քայլ չէ, այնուամենայնիվ եթե նույնիսկ դնենք որ դաշնակիցներ չեն ֆորմալ առումով, ապա դա ամենամեծ իմիջային վնասն է Ռուսաստանին, քանի որ եթե Ռուսաստանը այսօր ցանկանում է դառնալ ուրեմն գլոբալ խաղացող, հա գերտերություն, ինչպես օրինակ Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ հավաքական եվրոպական միությունը, ապա պատկերացնում եք դու այն պետություններին, ովքեր այսօր նայում են թե ինչպես է Ռուսաստանը բարի բուն իմաստով գցել Հայաստանին, հա, վերցրել է գումարը եւ փաստի առաջ է կանգնացնել, չի տալիս գումարը, տարբեր պատճառաբանություններ բերելով, չնայած գլխավոր պատճառաբանությունը դա Ուկրաինայի հետ պատերազմը է, բայց այս վերջին 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք թե ինչպես է Ռուսաստանը պատերազմի մեջ լինելով Ուկրաինայի հետ, տարբեր երկրների հետ զենքի մատակարարումներ իրականացրել
եւ այս ամենը գալիս է հանգում է նրան, ընդ որում վերջերս ես կարդացի, որ նաեւ Ադրբեջանին է զենք մատակարարվել այս ընթացքում, այս ամենը գալիս է մեզ անելու հետևյալ եզրահանգումը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի պաշտպանությամբ, Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի ինքնիշխանությամբ եւ պետականությամբ, եւ Ռուսաստանի Դաշնության շահերը այլևս չեն համընկնում Հայաստանի Հանրապետության շահերի հետ, ավելին Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ, որը ակնհայտ է, այլապես մենք կստանայինք Ռուսաստանից այդ 400 միլիոնի զենք զինամթերքը, սա էլ այն դեպքը չէ, երբ որ ասում են օրինակ չգիտենք սահմանը դեմարկացված կամ դելիմիտացված չէ, դրա համար մենք չգիտենք որտեղ է այդ սահմանը, որպեսզի գանք օգնության կամ օգնություն ցուցաբերենք, կամ չգիտեմ, այս զենքի պատմությունը, այսինքն յուրաքանչյուր դեպքում Ռուսաստանը բերում է որևէ պատճառաբանություն Հայաստանին չօգնելու ուրեմն համար եւ միշտ ինքը գտնում է այդ պատճառաբանությունները, անկախ նրանից դա մեր համար ընդունել են, թե ընդունելի չեն, եւ փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը խուսափում է պայմանագրային իր պարտավորություններից, իսկ այդ պայմանագրում դեռ մի կողմ թողնենք ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ պայմանագիրը, մենք ունենք Ռուսաստանի հետ մեծ, այսպես կոչված պայմանագիր, կնքված 97 թվականին փոխօգնության մասին պայմանագիրը, որով ըստ էության Ռուսաստանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, իսկ վերջին 4-5 տարիների ընթացքում երկիր մոլորակի վրա Հայաստանը երևի մատերի վրա հաշված պետություններից է, որի անվտանգությունը ուղիղ սպառնալիքի տակ է եղել եւ նրա տարածքի զգալի մասը օկուպացվել է։ Եվ այստեղ էլ մի կարևոր ցուցիչ կա, որի մասին մենք պետք է խոսենք։ Միգուցե Ռուսաստանն է մեր դաշնակիցը, դրա համար մեր անվտանգությունը խոցելի է։ Այստեղ էլ մենք մտածելու բան ունենք եւ այստեղ էլ ռուսները մտածելու բան ունեն, քանի որ ամբողջ աշխարհում ակնհայտ երևում է, թե ով է Հայաստանի դաշնակիցը եւ ով է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Ռուսաստանը եւ այդ երաշխավորության ներքո Հայաստանի անվտանգությունը կարող ենք ասել փլուզվել է այն աշճանի, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանի տարածքը օկուպացվել է ինչ որ մի միջին կարգի, հա, միջինից ցածր կարգի պետության Ադրբեջանի կողմից։ Եվ Ռուսաստանը երբ որ խոսում է հակառուսականության եւ չգիտեմ Ռուսաստանի դեմ բացասական տրամադրությունների մասին, նախ եւ առաջ պետք է մտածի այս ուրեմն իրավիճակի մասին եւ փորձի շտկել այդ իրավիճակը, իսկ իրականում ես համոզված եմ, որ Ռուսաստանը որևէ ցանկություն չունի այս իրավիճակը շտկելու, այլապես այս 4 տարիների ընթացքում մենք արդեն գոնե, հա, զենքի այդ խմբականակների զգալի մասը ստացած լավ, շարունակում ենք մեր զրույցը, բոլորիդ բարի երեկո, ովքեր հիմա են մտնում, Վիլեն Դանիելյան, ձեզ էլ բարի երեկո եւ բոլորիդ բարի խոսքեր եմ բում, շնորհակալություն բարի խոսքերի համար եւ դառնել եթերից հետո անպայման կկարդաձեր կոմենտները, որով ստանում եմ, որ բոլորի ուրեմն մեկնաբանությունները կկարդա։ Էդգար ջան, ուրեմն կուզենայի մի քիչ շարունակի Աշակ Կարապետյանի թեման, մի քիչ հետ գնամ։ Տեսեք, ես ասացի, որ մեր պաշտպանության նախարարը Աշակ Կարապետյանը ռուսական դրոշի նստած եւ հիշեցնեմ, որ 88 թվականից մենք տեսնում ենք ահագին մարդիկ, գրողներ, Զորի Բալայանի նման, չգիտեմ, գեներալներ, չինովնիկներ, հա, էներգետիկ գործերի նախարարությունում աշխատակիցներ, ովքեր աշխատում են, հա, որպես ագենտ Ռուսաստանի վրա։ Եվ տեսնում ենք, որ Ռուսաստանը ունի ագենտներ եւ Ադրբեջանում եւ Վրաստանում, բոլոր երկրներում, դաժե եվրոպական երկրներում մի կկարա տարբեր բաղակացաններ անեն։ Ո՞նց է դուք մտածում, մենք հիշեցնեմ, որ Հայաստանում կառավարությունը փաստորեն շատ քայլեր ձեռնարկեց, որպեսզի այս ագենտների դեմ մենք արանք աշխատել, включая службу внешней разведки, да, которая сейчас действует и отчеты отдает. Ոնց եք դուք ուտնում հերիք է այն քայլերը, որ ձեռնարկում է կառավարությունը, որպեսզի մենք կարանք, այսպես ասած, ինչ-որ պատ ստեղծենք, փրկենք մեր պետությունը այդ ագենտներից, թե դուք տեսնում եք թերություններ, մի կողմից մենք հույս ենք պահում, որ օրինակ ԱԱՑ-ի վրա եք, չէ՞, մենք հույս պահում, որպեսզի ԱԱՑ-ն կարողանա մեզ փրկի այդ ագենտներից, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, հա, Էդգար ջան, որ օրինակ, եթե հիշում եք, մոտ 20 օր առաջ ԱԱՑ-ի աշխատակիցներից մեկով, այո, առաջ էր աշխատում, բայց եթե չեմ սխալվում, հիմա կտնային կալանքի տակ է, երևի դուք նկարագրել եք, որ Սյունիքում փաստորեն ստացվում է, որ այդ միտինգները ԱԱՑ-ի աշխատակիցն է կազմակերպել։ Ինչքանով մենք կարանք հույս պահենք ԱԱՑ-ի վրա, եթե մենք տեսնում ենք, որ առանձին մարդիկ, չեմ ասում բոլորը, մեծ մասը շատ լավ աշխատակիցներ են, բայց արդյոք մենք կարանք հույս պահենք, որ մեզ կփրկեն այդ ագենտներից։ Ինչ թերություններ եք դուք տեսնում, էլ ինչ քայլեր պետք է ձեռնարկվի, որպեսզի այդ Ռուսաստանի ազդեցությունը մեր պետության վրա չերես այդ ագենտները մենք կարանք, այսպես ասած, հա, պատ ստեղծենք եւ չթողնենք մեր պետությունը թուլացնեն։ Խնդրեմ։
Շատ կարևոր հարց եք բարձրացնում Ռոման ու ես կարծում եմ նույնիսկ այս հարցի շուրջ կարելի է մի ամբողջ հաղորդում այսպես նվիրել, քննարկել, այո Հայաստանի Հանրապետությունը քայլեր ձեռնարկում այս առումով, բայց կարող եմ փաստել, որ ցավոք սրտի այդ քայլերը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով բավարար չեն, քանի որ այո այսօր Ռուսաստանը ունի բավականին մեծ անվտանգային ծառայություններ, բավականին հզոր անվտանգային ծառայություններ, նաև արտաքին հետախուզություններ եւ գրոհուն ռազմական հետախուզություններ եւ ներքին այլ ուրեմն ցանցեր կան, որոնք զբաղվում են օտար արտասահմանյան երկրներում այսպես գործունեություն ծավալելու եւ փաստացի մենք տեսնում ենք, որ նույնիսկ խոշոր գերտերություններում Ռուսաստանը կարողանում է արդյունավետ թափանցել եւ ազդել այդ երկրների ներքաղաքական իրավիճակների վրա։ Մենք գիտենք Միացյալ Նահանգների փորձը, հա, երբ որ ուրեմն Տրամպի առաջին ընտրությունների ժամանակվա այդ սկանդալները, մենք գիտենք ուրեմն Արևելյան Եվրոպայում ռուսական արտաքին հետախուզության հաջող գործունեությունը, տվյալ դեպքում Ռումինիայում, մենք գիտենք թե ինչպիսի իրավիճակ է օրինակ Հունգարիայում եւ այլն, այսինքն Ռուսաստանը մեծ առումով այսօր լինելով ավտորիտար երկիր եւ ռուսական էլիտան իշխանությունը պահպանելու համար բնականաբար որը բնորոշ է նաև ավտորիտար երկրներին շեշտադրում է կատարում անվտանգության ծառայությունների հզորացմանը եւ ուժեղացմանը իդեպ եթե դուք նկատեք նման տենդենս կա նաև Ադրբեջանում որտեղ մեծ ուշադրություն են դարձնում ներքին եւ արտաքին անվտանգության խնդիրներին տվյալ դեպքում հետախուզությանը եւ հակահետախուզությանը եւ պետք է նշեմ որ այստեղ մենակ Ռուսաստանը չէ Ռուսաստանի հետ աշխատում է նաև Ադրբեջանը եւ դուք գիտեք որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի ստորագրած այլևս հա Նարիշկինը եւ Ադրբեջանի համապատասխան պաշտոնյան տարիներ առաջ, եթե չեմ սխալվում 2-3 տարի առաջ ստորագրեցին երկու արտաքին հետախուզության ծառայությունների միջև համագործակցության փաստաթուղթ պայմանագիր, որով պարտավորվել են, որպեսզի օրինակ գաղտնի տեղեկատվություններ փոխանցեն մեկը մյուսին, սա նշանակում է, որ Ռուսաստանը այլևս Հայաստանից հավաքագրված գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցել ուրեմն Ադրբեջանին, քանի որ գիտենք նաև որ 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից 2 օր առաջ Ռուսաստանը եւ ուրեմն Ադրբեջանը միմյանց հետ ստորագրեցին ռազմավարական դաշնակցության համագործակցության այդ փաստաթուղթը, որը նաև ենթադրում էր նաև այդպիսի համագործակցություն։ Եվ այստեղ բավականին իհարկե օբյեկտիվորեն դժվարին վիճակում է հայտնվում Հայաստանը, բայց մյուս կողմից ես համոզված եմ, որ մենք ունենք բավականին ռեսուրսներ դիմագրավելու այդ ուրեմն մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մի քանի ուղղությամբ են գալիս, մարտահրավերներից բնականաբար ուրեմն առաջինը դա ներքին իրավիճակի խաթարումն է եւ այդ հիբրիդային պատերազմ կոչվածը, որը մենք ամեն օր տեսնում ենք Հայաստանի դեմ եւ Հայաստանի իշխանությունների դեմ, դա վարվում է տարբեր ուրեմն մակարդակներում, քաղաքական, տեղեկատվական, անձնական, ուրեմն եւ ռազմական, հա, մենք նաև տեսնում ենք ռազմական շանտաժի քաղաքականություն, որը իրականացվում է Ադրբեջանի միջոցով եւ որը տեղավորվում է այդ հիբրիդային պատերազմի կանոնների մեջ եւ տեղավորվում է այն ուրեմն գործիքակազմի մեջ, որը օգտագործում են ռուսական արտաքին հետախուզության ծառայությունները տարբեր պետություններում տարբեր գործընթացներ նախաձեռնելու եւ իրականացնելու համար։ Եվ պատահական չի, որ այս ընթացքում մենք երբ որ տեսնում ենք Հայաստանում այսպես կոչված ընդդիմության գործողությունները փաստացի իրենք ներկայացնում են Հայաստանի իշխանությունների դեմ, բայց դա իրականում Հայաստանի դեմ է ուղղված եւ մենք տեսնում ենք նույնիսկ լոզունգների մակարդակով իրենք կրկնում են ռուսական թեզերը, երբեմն ադրբեջանական թեզերը, այս երեքի, հա, այս երեք կողմերի ուրեմն գործունեությունը, գործողությունները եւ հայտարարությունները միմյանց շատ նման են եւ չգիտեք ինչու այստեղ օրինակ բերեմ, հա, դասական օրինակ, թե ինչպես է այդ ամբողջ գործընթացը տեղի ունենում, ուրեմն փորձում են Հայաստանում ստեղծել անվտանգային խնդիրներ, հա, դիցուք սահմանին եւ այդ անվտանգային խնդիրների հիման վրա գեներացնեն Հայաստանում ներքաղաքական գործընթացներ, ներքաղաքական անկայունություն, որի միջոցով նրանք փորձում են Հայաստանում իրականացնել հեղաշրջում, հերթական ուրեմն հեղաշրջումը։ Դրա դասական օրինակ է այսպես կոչված Գիրանցից սկիզբ առած այդ ուրեմն իրենց հրճակած սրբազան շարժումն էր,
Փաստացի մենք տեսանք, որ արդյունքում դա իրանցի մասին չէր, արդյունքում այն մասին էր, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, այսինքն Հայաստանում գեներացնել քաղաքական շարժում, քաղաքական անկայունություն եւ դրա հիմքով գալ իշխանության։ Եվ իրանցը դա ուղղակի ուրեմն, այսպես ասենք, տեղեկատվական առիթ էր, որպեսզի գեներացվեր այդ շարժումը եւ այդ շարժման գլխին այս անգամ բերեցին ուրեմն սքեմ հակած մի այսպես բարձրաշրջան հոգեվորականի դրեցին, որը ելի հերթական անգամ իրեն չարդարացրեց։ Դա մի հերթական ուրեմն օրինակն է, թե ինչպես է վարվում այդ հիբրիդային պատերազմը։ Կամ ընդամենը 2 օր առաջ ինչ որ անհայտ ուրեմն British Time թե London Time ինչ որ կայքը հրապարակում է դեղերի հետ կապված Հայաստանի իշխանությունների, հա, իբր առընծությունների եւ փաստացի հետաքննական լրագրության հրապարակած տվյալներով եւ մեր անձնական ուսումնասիրություններով մենք հասկացանք, որ այդ անգլիական, հա, անունով կամ քողարկված անգլիական անվան տակ դասական ռուսական գործողություն է թաքնված եւ այդ կայքը կապված է ռուսական մի հիմնադրամի հետ, որը ուղիղ առնչություն ունի ռուսական ռազմական հետախուզության հետ ԳՌՈՒ-ի հետ, իսկ այդ հիմնադրամը ժամանակին հիմնել է շատ հայտնի այդ Վագներ խմբի հիմնադիր եւ ղեկավար Պրիգոժինը։ Ահա մենք ունենք այսպես բազմաշերտ ուրեմն սպառնալիքներ ներքին եւ արտաքին, որը պետք է ուրեմն կառավարել։ Կառավարելու համար կան մի քանի կարևոր գործիքներ։ Առաջինը դա տեղեկատվական դաշտի վերահսկումն է, ես չեմ ասում տոտալ վերահսկողությունը, որը որ վերաբերում է ուրեմն տոտալիտար կամ ավտորիտար երկրների, այդ տեղեկատվական դաշտից պետքա դուրս մղվեն նույնիսկ օրենքի ուժով այն այսպես կոչված քարոզչամիջոցները, ես դրանց քարոզչամիջոց եմ համարում, ոչ թե լրատվամիջոց, ովքեր տարածում են Հայաստանի դեմ այդ ամբողջ թեզերը։ Տեսեք, այդ նույն դեղերի հետ կապված պատմությունը, այդ նույն շրջանակների լրատվամիջոցները վերցրեցին եւ այսպես կարծեք թե մեկ կենտրոնից ստարտ հրամանով սկսեցին տարածել։ Երբ որ կեղծիքը բացահայտվեց, նրանք դադարեցին եւ հետաքրքիրը գիտեք որն է, երբ որ կեղծիքը բացահայտվեց, այդ լրատվամիջոցներից ոչ մեկը, այդ քարոզչամիջոցներից ոչ մեկը ուրեմն հերքում չդրեց կամ նման ինչ որ բան չարեց։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի այդ քաղաքական շրջանակների հովանու տակ գտնվող լրատվամիջոցները հանդիսանում են Հայաստանում ուրեմն արտաքին ուժերի կողմից կառավարվող քարոզչամիջոցներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների եւ կապ չունի թե Հայաստանում իշխանությունները ովքեր են, դա ուրեմն Նիկոլ Փաշինյանն է, թե հետագայում կգա ով, կապ չունի, քանի որ եթե տվյալ իշխանությունը ընտրված է ուրեմն ժողովրդի կողմից, այդ իշխանությունը նաեւ ասոցացվում է պետության հետ։ Այդ նախկինում էր, որ Հայաստանում իշխանությունը չէր ասոցացվում պետության հետ, քանի որ իշխանությունը ապօրինի էր եւ իշխանությունը չէր ներկայացնում ժողովրդի շահերը։ Եվ հաջորդը դա տեղեկատվական ուրեմն այդ դաշտի վերահսկողությունից հետո դա հասարակության տրամադրություններն են, պետք է նշենք, որ այդ տեղեկատվական քարոզչական բաները ազդում են նաև հասարակության վրա, հասարակությանը օբյեկտիվ եւ օպերատիվ տեղեկատվության ապահովումն է, սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ես ինքս իմ շփումներում շատ հաճախ տեսնում եմ, թե նմանատիպ տեղեկատվությունները տարածելու ժամանակ ինչպիսի խոճապային տրամադրություններ, անկումային տրամադրություններ կան հանրության մոտ, եւ այստեղ շատ կարևոր է օպերատիվությունը եւ օբյեկտիվությունը, որպեսզի թե արտաքին այս սադրանքների պարագայում, թե ներքին այդ հիբրիդային հարցակումների պարագայում, որպեսզի կարողանան մեր եւ պետական մարմինները եւ այն լրատվական հանրույթը, ովքեր պրոպետական են, հա, պրոանկախական են, ինքնիշխանությանը կողմնակից են, նրանք կարողանան արագ ուրեմն ինքնակազմակերպվել եւ արագ հակահարված տալ այդ ուրեմն հարվածներին։ Հաջորդը բնականաբար շատ կարևոր է պետական ինստիտուտների, անվտանգային ինստիտուտների գործունեությունը։ Մենք գիտենք, որ վերջին 1-1.5-2 տարիների ընթացքում ձևավորվեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայությունը եւ ԱԱԾ-ից շատ գործառույթներ վերցվեցին եւ այսօր, եթե չեմ սխալվում, մնում է հիմնականում այդ հակահաբեկչական գործունեությունը, որը կարծում եմ ժամանակի ընթացքում նույնպես կվերցվի եւ որոշակի այսպես հետաքննական գործունեություն է ծավալում ԱԱԾ-ն, նաեւ այդ քննչական որոշակի բաներ վերցվեցին ԱԱԾ-ից եւ ուրեմն շատ կարևոր է արտաքին հետախուզության ծառայության կայացումը։ Տեսեք, մենք շատ հաճախ խոսում ենք Իսրայելի պատմությունից, բայց երբեք ես մի նման հոդված գրել էի, բայց երբեք խորամուխ չենք լինում, թե Իսրայել պետությունը ընդհանրապես ինչի վրա է կառուցվել։ Ուրեմն մինչև Իսրայել պետության կառուցումը Իսրայելի ներկա տարածքում, Պաղեստինում, հա, այն ժամանակ դեռևս 1918 թվականից գործում էին արդեն
իսրայելական հատուկ ծառայությունները չկար պետությունը, բայց կար Հագանա անունով հատուկ ծառայություն, որը զբաղվում էր իսրայելցիներին Իսրայել բերելով եւ այսպես իր անվտանգային ցանցերը այդ տարածքում հիմնելով եւ երբ եկավ հասունացավ ուրեմն Իսրայել պետության ստեղծման պահը Իսրայել պետությունը ստեղծվեց այդ ինստիտուտների հիման վրա, այդ անվտանգային ծառայությունների ինստիտուտների հիման վրա չկար պետությունը, բայց կային գործող ինստիտուտներ, թե ներքին հետախուզության, թե արտաքին հետախուզության, թե ուրեմն տեխնոլոգիական հետախուզության, կար ուրեմն ներկայիս ուրեմն իսրայելական Al հայտնի ավիաընկերությունը քաղաքացիական հիմնվել է հենց այդ իսրայելական ուրեմն անվտանգային ծառայություններից մեկի հիման վրա կամ օթուժը Իսրայելի հիմնվել է այդ անվտանգային ծառայության ուրեմն այդ Ալիա ծրագիրը որ կար Իսրայելում երբ հрьяաներին հետ էին բերում Իսրայել այդ Ալիա ծառայությունը ուներ այնքան մեծ ստրուկտուրա նավեր ինքնաթիռներ այլ շարժակազ որը ստեյության մի հատ մեծ ստրուկտուրա էր որի հիման վրա ձևավորվեց նաև Իսրայելի ռազմական օթուժը Իսրայելի քաղաքացիական օթուժը Իսրայելի նավատորմը եւ այսպես շարունակ այսինքն մենք տեսնում ենք որ Իսրայել պետությունը ինստիտուցիոնալ առումով գրեթե ստեղծված է եղել, բայց ֆորմալ առումով չկար։ Երբ որ ֆորմալ առումով հայտարարվեց Իսրայել պետության ստեղծման մասին, այդ ինստիտուտները շատ արագ օգնեցին կայանալու այդ պետությանը եւ այստեղ ամենակարևոր հանգամանքը այն է, որ այդ անվտանգային ինստիտուտների ղեկավարները հանդիսանում են իսկապես պատրիոտներ, հայրենասերներ, որոնք աշխատում են Իսրայելի համար գիշեր-ցերեկ եւ փաստացի ուրեմն այդ մարդիկ, այո, կայացրեցին Իսրայել պետությունը չներգրավեցին կոռուպցիայի մեջ, չներգրավեցին այդ դրսից եկող օգնությունը թալանելու եւ իրենցով անելու մեջ եւ արդյունքում կայացրեցին Իսրայել պետությունը։ Իսկ ինչի վրա հիմնվեց, ինչի վրա ստեղծվեց Հայաստան պետությունը, այ Հայաստան պետությունը հիմնվեց KGB-ի ուրեմն հայտնի եւ անհայտ այդ գործակալների մասամբ, հա, ոչ բոլորը իհարկե, KGB-ի ոչ թե ԱԱԾ, քանի որ KGB-ն դա կայսրության այսպես հիմքն է, ուրեմն հիմնվեց այդ KGB-ի գործակալների հիման վրա եւ հետեւաբար մենք պետք է ունենայինք նման տիպի պետություն։ Պատկերացնում եք Հայաստանը ունենալով 7-ից 10 միլիոնանոց սփյուռք աշխարհում, որը ամենամեծ ռեսուրսն է, հա, այսպես ճակերտների համար, ցանկացած պետության համար կերազի, որպեսզի ունենա նման ներկայացուցչություն աշխարհում, որպեսզի նորմալ արտաքին հետախուզության ծառայություն ունենա, դրանք այդ հասարակությանը միաձուլված քաղաքացիներ են, որոնք պոտենցիալ, հա, պատրաստ են օգնել իրենց պատմական հայրենիքին ու ունենալով նման մեծ սփյուռք, մենք չունեինք երկար տարիներ արտաքին հետախուզության ծառայություն։ Մինչդեռ այդ մեր սփյուռքի ներսում ներթափանցել են տարբեր երկրների ու այդ թվում Ռուսաստանի անվտանգության ծառայությունները եւ պատահական չի, որ այսօր մենք զարմանում ենք, որ օրինակ Միացյալ Նահանգներում ծնված, կրթված, աշխատած, ապրած մարդը այսօր Միացյալ Նահանգների կենտրոնում պաշտպանում է ուրեմն ռուսական քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի կամ Ուկրաինայի կամ դա այդ անվտանգային ծառայությունների աշխատանքի արդյունք է։ Այսօր բարեբախտաբար գոնե այսքան տարիների ձգձգումից հետո մենք ունենք արտաքին հետախուզության ծառայություն։ Իհարկե դա փակ կառույց է, ես չեմ տիրապետում թե ինչպիսի ստրուկտուրա ունի, ինչպիսի ուրեմն հերանեկարներ ունի եւ այլն, բայց դա շատ կարեւոր քայլ է, որպեսզի մենք կարողանանք այլևս ունենալ ու մենք ունենք պոտենցիալը ունենալու շատ հզոր արտաքին հետախուզության ծառայություն, որը կապովի մեր անվտանգության քաղաքական նաև այդ թվում անվտանգության զգալի մասը։ Եվ հաջորդ կարևոր խնդիրը ես քաղաքական դաշտում եմ տեսնում, տեսեք, երբ ասում ենք հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, երբ որ խոսում ենք քարոզչամիջոցներից, մարդկանցից, որոնք այսօր կանգնում են ու Հայաստանի դեմ ցուցմունքներ են տալիս, ուրեմն այդ մարդկանց այդ քարոզչամեքենաներին եւ այլն ֆինանսական միջոցները այստեղ ղեկավարում են մարդիկ, որոնք ուղիղ ներգրաված են Հայաստանում քաղաքական գործընթացների մեջ։ Դա այո վերաբերում է նախկին իշխանությունների պարագլուխներին, ովքեր ֆինանսավորում են այդ լրատվամիջոցներին Հայաստանի ներսում, ովքեր աջակցում են այդ հիբրիդային պատերազմին Հայաստանի ներսում եւ Հայաստանի դեմ, եւ ովքեր այսօր քաղաքականության մեջ են ու դեռ ուզում են գալ իշխանության։ Տեսեք, վերջին ժամանակներս մենք Եվրոպական միության տարածքում բավականին հետաքրքիր գործընթացների ականատես եղանք։ Մենք տեսանք, թե ինչպես օրինակ Ռումինիայում, Ռումինիայի նախագահի տեխնացուներից մեկին ուղղակի արգելեցին մասնակցել հայտարարելով, որ նա հակաժողովրդավարական է, հակահամակարգային է, հակաանկախական է, հանդես է գալիս Ռումինիայի ինքնիշխանության դեմ եւ պրոռուսական է։ Նման գործընթաց մենք ականատես ենք լինում այսօր օրինակ Ֆրանսիայում, երբ որ Մարի Լը Պենին, հա, այդպես
քրեական գործ հարուցվեց։ Մենք տեսանք վերջերս Գերմանիայում այդ այլընտրանք հանուն Գերմանիայի կուսակցության հետ կապված անվտանգության ծառայությունների հետաքննությունը եւ կարծում եմ նրանց նույնպես կարգելվի հետագայում զբաղվել քաղաքականությամբ Գերմանիայում եւ մենք տեսնում ենք որ նույնիսկ զարգացած Հայաստանի շատ ավելի զարգացած ժողովրդավարական երկրներում, հա, ուրեմն գնում են նման քայլի եւ արգելում են հակաժողովրդավարական եւ հակապետական գործիչների եւ քաղաքական ուժերի ու կուսակցությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներում եւ այստեղ է որ հատկապես թերանում է մեր իշխանությունը չի տալիս քաղաքական գնահատական որքան էլ հայտարարում են տարբեր կոչեր են անում չի տալիս քաղաքական գնահատական եւ դրա հիման վրա իրավական գնահատական այդ մարդկանց ովքեր այսօր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ եւ մասնակցում են քաղաքականությանը, իսկ քաղաքականությանը մասնակցել նշանակում է ձգտել իշխանության, իսկ իշխանության հասնել նշանակում է իրականացնել այն ծրագրերը, որոնք ունեն, իսկ այդ ծրագրերը հետեւյալն են, նրանք այլևս բացահայտ դրա մասին հայտարարում են, որ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստան-Բելարուս միութենական պետության անդամ, օրինակ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը պետք է քննարկեն Հայաստանը կարող է ինքնիշխան անկախ պետություն լինել թե ոչ, եւ այս վերջերս էլ Հայաստանին մեղադրեց Ադրբեջանի դեմ հրահրված պատերազմ հրահրելու մեջ։ Այս մարդիկ այնքան հայտարարություններ կամ օրինակ այդ նույն Քոչարյանի քաղաքական հենարան դաշնակցության ուրեմն ներքին շրջանառության փաստաթուղթը, որտեղ էլի գրված է, որ պետքա անհրաժեշտության դեպքում նվազեցվի Հայաստանի անկախության մակարդակը, ու այսպես շարունակ, այսինքն օրինակները շատ են, եւ այդ օրինակները քրեական գործ հարուցելու հիմքեր են հանդիսանում ուղղված Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության դեմ։ Եվ այստեղ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը տերանում է, ու այստեղ է, որ ես ուղիղ մեղադրում եմ մեր իշխանություններին անգործության մեջ, քանի որ իրենց անգործությունը վաղը մեր համար արժանալու է պետականության կորուստ։ Այո, շատ հետաքրքիր է միջայլոց մտածել SDV վերլուծություն, քանի որ մեր հետևորդները, ես գիտեմ մեր հետևորդների մեծ մասը հետաքրքրվում են այդ հարցերով, բայց մենք SDV մանրամասն հնարավոր չենք տեսել մեր հյուրերից եւ ինձ թվում է շատ կարեւոր է որ այսօրվա եթերում մեր հետևորդները լսում են SDV մանրամասները, որը իրոք շատ կարեւոր է, եթե մենք ուզում ենք հասկանալ ընդհանրապես ինչ է կատարվում։ Ուրեմն կուզեի ձեզնից հարցնել այն իրավիճակի մասին, որը հիմա ստեղծվում է եւ հույսով եմ, որը կստեղծվի Ստամբուլում, այսինքն եթե մենք տեսնենք, որ Զելենսկին, Պուտինը եւ Տրամպը, չգիտեմ ինչքանով է դա հնարավոր, այցելեն Ստամբուլ եւ ինչ որ մի բանի հասնեն այդ հանդիպումների ժամանակ, մենք տեսնում ենք, որ այս հանդիպումից ահագին բան է սպասվում եւ կախված եւ բոլոր մեր երկրների համար նաեւ ինչ պրոգնոզ ձեզ ունեք առաջինը, արդյոք կկայնի պատերազմը Ուկրաինայում, արդյոք այդ հանդիպումները Ստամբուլում որ արդյունք կբերեն, ինչ մթնոլորտ եք դուք հիմա տեսնում, արդյոք Կիտայը ուզում է նաեւ Ամերիկայի կայնացնի Պուտինին եւ պատերազմը կայնացնի, թե սա երկար պատմություն է։ Տեսեք, վերջին Պուտինի հայտարարությունը ելույթը 3 չառաջին օրը գիշերը, թե 3 գիշերը, ուրեմն ինչ ասեց Պուտինը ասեց, որ ինքը պատրաստ են ուղիղ բանակցությունների եւ այդ ընթացքում դուք գիտեք, որ եվրոպական 4 պետությունների առաջնորդներ գտնվում էին ուրեմն Ուկրաինայում, բանակցություններ վարեցին եւ հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի անհապաղ տեղ ունենա հրադադար առնվազն 30 օր հակառակ պարագայում Ռուսաստանի նկատմամբ այլևս կիրառելու են այսպես կոչված երկրորդական պատժամիջոցները եւ ընդ որում այդ հայտարարությունը համաձայնեցին նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով նույնպես համաձայնվեց, որ եթե Ռուսաստանը չգնա ուրեմն հրադադարի հաստատմանը, ապա կկիրառվի այդ երկրորդային պատժամիջոցները, իսկ երկրորդային պատժամիջոցները ինչ են իրենցից ներկայացնում, դա նշանակում է, որ այլևս եթե այսօր Ռուսաստանը անուղղակի կերպով կարողանում է ՆԱՏ հատկապես վաճառել այլ երկրներին, ապա սանկցիաներ են կիրառվելու ոչ թե Ռուսաստանի վրա, այլ երկրների վրա, ովքեր այլևս Ռուսաստանից որևէ կերպով նավթ եւ գազ կգնեն, իսկ սա նշանակում է վերջնականապես փակել Ռուսաստանի ֆինանսական սնուցման բոլոր աղբյուրները, որը կբերի փաստացի վերջնական կոլապսի ռուսական տնտեսության մեջ։ Եվ այդ հայտարարությունից հետո փաստացի Զելենսկին, այսպես ասենք, մի հատ սխվատկա արեց եւ օթում բռնեց մի հետաքրքիր գաղափար եւ հայտարարեց, որ այո, անձամբ ես պատրաստվում եմ մեկնել Թուրքիա, Ստամբուլ եւ սպասել Ռուսաստանի նախագահին, եթե իսկապես Ռուսաստանի նախագահը պատրաստ է երկկողմ բանակցությունների եւ խնդիր դրեց, որ
այդ հանդիպումները պետք է տեղի ունենան այդ այլևս խաղաղ պայմաններում, ոչ թե ռումբերի այդ հարվածների ներքո, եւ փաստացի մենք որ այդ առաջնությունը Ուկրաինայի նախագահը վերցրեց Ռուսաստանի նախագահի ձեռքից, հա, եւ այսօր կարծեք թե այդ հայտարարությանը Ռուսաստանի կողմից որևէ պատասխան մինչեւ պահը տեղի չունեցել եւ Եվրոպայում կարծեք թե արդեն հայտարարել են վերջնագրի մասին, որ այսօր մինչև կեսգիշերը եթե Ռուսաստանը չհամաձայնվի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապա ուժի մեջ են մտնելու արդեն եվրոպական այդ սանկցիաները եւ նաեւ բնականաբար խոստացել է նաեւ Թրամփը, որ այո, եթե Ռուսաստանի նախագահը չգնա հրադադարի հաստատման, ապա Միացյալ Նահանգները նույնպես կկիրառեն այդ սանկցիաները։ Տեսնենք առաջիկայում ինչ տեղի կունենա, ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը, սակայն պետք է նշել, որ այն պահանջները, որը որ Տրամպը առաջ է քաշում Ուկրաինայի առաջ, ըստ էության այդ բոլոր պահանջները կատարված են եւ այլևս Միացյալ Նահանգների նախագահը ունի պատճառ, ակնհայտ պատճառ, որպեսզի այլևս պաշտպանի ռուսական տեսակետները, այո Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է այդ ռազմական բախման այդ գծով սառեցնել հակամարտությունը եւ գնալ ուղիղ բանակցությունների այն կարգավորելու առումով։ Ես իհարկե քիչ հույս ունեմ, որ Ռուսաստանի նախագահը կժամանի Ստամբուլ, բայց այնուամենայնիվ մյուս կողմից է Ռուսաստանը այլ ընտրանք կարծեք թե չունի եւ այդ քայլին չգնալու պարագայում ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ ոչ միայն եվրոպական, այլ Միացյալ Նահանգների սանկցիաները ուժի մեջ կմտնեն եւ փաստացի սա միակ ճանապարհն է, որը կստիպի Ռուսաստանին եւ նրա քաղաքական իստեբլիշմենտին գնալ խաղաղության, չնայած ես համոզված եմ, որ ռուսական քաղաքական իստեբլիշմենտի մեջ չկա միատար, հա, այսպես մոնոլիտային կարծիք պատերազմը շարունակելու վերաբերյալ, քանի որ վերջին 3 տարիները, 3 եւ ավել տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանը ի վիճակի չէ անել ավելին, քան հիմա կարողանում է անել, իսկ դա բավականին թանկ է նստում Ռուսաստանի վրա, թե ֆինանսապես, թե տնտեսապես եւ թե մարդկային ռեսուրսների առումով, եւ փաստացի վերջին 3 տարիների ընթացքում Ռուսաստանը կորցրել է 1 միլիոն, հա, 1 միլիոն ուրեմն տղամարդկային, հա, այսպես ուրեմն ուժ աշխատող ձեռքեր, որը չհաշված Ռուսաստանից մեծ թվով արտագաղթը հատկապես ինտելեկտուալ զանգվածի, որը առաջիկա տարիներին լինելու է Ռուսաստանի ամենամեծ եւ ստրատեգիական խնդիրը հատկապես հեռավոր արևելքում եւ Չինաստանի հետ հարաբերություններում, քանի որ փաստացի այս պատերազմով Ռուսաստանը ոչ թե հաղթում կամ պարտվում է ուրեմն Ուկրաինային կամ Արևմուտքին, այս պատերազմով Ռուսաստանը վերջնականապես պարտվում է եւ տանուլ է տալիս Չինաստանին ու առաջին հերթին դեմոգրաֆիական առումով, իսկ առաջիկա տարիներին մենք ականատես կլինենք, թե ինչպես իրեն կպահի Չինաստանը հեռավոր արևելքում, այն տարածքներում, որը Չինաստանը պատմականորեն համարում է իրենը եւ այդպես էլ իսկապես եղել է, եւ Չինաստանի դպրոցներում այսօր աշակերտները անցնում են այնպիսի դասագրքերով, որտեղ գրված է, որ այդ տարածքները պատկանում են Չինաստանին, եւ հետեւաբար ռուսական քաղաքական իստեբլիշմենտը կատարել է ռազմավարական մեծ սխալ հարձակվելով արևմուտքի վրա, Ռուսաստանի ամենամեծ հակառակորդը դա Չինաստանն է եւ պատահական չէ, երբ որ Բայդենը եկավ իշխանության, հայտարարեց, որ ուրեմն պատրաստ է հայտարարեց, որ իրենց հակառակորդը ռազմավարական հակառակորդը դա Ռուսաստանը չէ, այլ Չինաստանն է եւ պատահական չէ, որ Միացյալ Նահանգների անվտանգային փաստաթղթերից հանված է Ռուսաստանը որպես հակառակորդ երկիր եւ միայն Պուտինի թեթև եւ նրա իշխանության թեթև ձեռքով Ռուսաստանը իրեն դիրքավորվեց որպես արևմուտքի հակառակորդ, մինչդեռ արևմուտքը առաջարկում է Ռուսաստանին համատեղ ջանքերով պայքարել ուրեմն Չինաստանի էքսպանսիայի դեմ, քանի որ այսօր Չինաստանի համար առաջին էքսպանսիան ուղղված է հենց ուղիղ Ռուսաստանի եւ Ռուսաստանի տարածքի դեմ։ Եվ այս 3 եւ ավել տարիների պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը այլևս այն գերտերությունը չի, որ պայքարի նույնիսկ կամ օկուպացնի նույնիսկ Ուկրաինան, եւ Ռուսաստանին մնում է Ռուսաստանի քաղաքական դասին մնում է դասեր քաղել այս ամենից, եւ ես համոզմունք ունեմ, ինչ որ մի պահի Ռուսաստանը նորից թեքվելու է դեպի արևմուտքը, քանի որ այլ տարբերակ չունի, տարածաշրջանում բոլոր պետությունները Ռուսաստանին համարում են ռազմավարական հակառակորդ, սկսած Չինաստանից, Իրանից, Թուրքիայից, եւ նրանք բոլորը ունեն հետաքրքրություններ Ռուսաստանի, հա, այսպես հռչակած պատմական տարածքների նկատմամբ, իսկ այդ տարածքները պահելու ուրեմն միակ հնարավոր տարբերակը արևմուտքի հետ համագործակցությունն է, քանի որ որքան էլ Ռուսաստանում փորձում են դիրքավորվել արևմուտքի դեմ, այնուամենայնիվ արևմուտքը շահագրգռված չի Ռուսաստանի փլուզմամբ, եթե արևմուտքը շահագրգռված լիներ Ռուսաստանի փլուզմամբ, ապա դա շատ վաղուց տեղի կունենար,
սովետական միության փլուզումից հետո դա տեղի չունեցավ, քանի որ արևմուտքը դա չէր ցանկանում եւ այսօր դա չի ցանկանում։ Եվ կարծում եմ առաջիկա Ստամբուլյան հանդիպան հետ կապված, ձեր հարցի հետ կապված, Զելենսկին հայտարարել է, որ բոլոր պարագաներում ինքը լինելու է Ստամբուլում եւ գիտեք, որ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես հայտարարել է, եթե իրենք կզգան, որ արդյունքներ կգրանցվեն, ապա Միացյալ Նահանգների նախագահը նույնպես կժամանի Ստամբուլ եւ փաստացի Ռուսաստանը այստեղ ընկել է իր լարած թակարդը եւ հրաժարվել նման հնարավորությունից նշանակում է բոլորին ասել չէ եւ հայտարարել, որ իրենք շարունակում են պատերազմը եւ վերջնականապես ամրագրել այն թեզը, որ այո, Ռուսաստանը ագրեսոր է եւ Ռուսաստանը, որ հարձակվել է սուվերեն պետության վրա եւ ցանկանում է օկուպացնել այդ տարածքը։ Իսկ դա ունենալու է այլևս լուրջ հետևանքներ։ Համարյա մի ժամ խոսում Էդգարի հետ, Գավրակյանն այսօր պատասխանում էր հարցերին, վերջի հարցն եմ տալու, մինչ դա ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր YouTube-յան ալիքում, Facebook-յան էջերում թողել են իրաց կոմենտները, մի երկու օր առաջ մենք ցածրույց ենք ունեցել Լևոն Շիրինյանի հետ եւ ահագին տարածում այդ եթերը, շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր նայել են եթերը Գրիգոր Բադալյանի հետ, բժիշկ Եվ վաղ ես իմեյլս կգցեմ արդեն կա YouTube-յան ալիքում Գելավ Ասաձայի հարցազրույցը, իսկ հիմա մենք վերջացնում ենք մեր զրույցը Էդգար Արաքելյանի հետ։ Էդգար, ես վստահ եմ, որ սա մեր առաջինը, բայց ոչ վերջին երթերն է, ավելի շատ ենք երթերներ անելու, քանի որ շատ հետաքրքիր դուք պատասխանում եք մեր հարցերին եւ տեսեք շատ կարեւոր է, որ դուք մանրամասն եք բացատրում, որ մարդը չի հոգնում, սա շատ կարեւոր է։ Մարդիկ որ պատասխանում են հոգնում ես, բայց եւ լուսնում ես Էդգարին, ես շատ հետ հասկանում եմ ինքնի մասին է խոսքը գնում։ Վերջի հարցը լինելու է Նիկոլ Փաշինյանի մասին, ես ասեմ, որ ահագին մարդիկ ենք մենք տեսնում հեռուստաալիքներում, տարբեր կուսակցություններ ներկայացնում եւ մեր հետևորդներ կարող համաձայնվի ինձ հետ, թե հմեկով, թե Ադին եւ այլ հաղորդներով մենք տեսնում ենք, որ ահագին մարդիկ 200 հոգի ամենակիչը տեսնում ենք հեռուստաալիքներում Եվ իմ մոտ նենց տպավորություն է եւ նաեւ իմ հետևորդներից մոտ, որ մարդիկ ուզում են ձայներ գողանան թե հին քոչարյանական, այսպես ասած, խմբից, թե սերժական, թե Փաշինյանից ձայն գողանան. Այսինքն նենց տպավորությունը, որ больше часть наших партий не имеет какой-то своей линии или своей повестки. Ես կուզենայի ձեզնից հարցնեմ, արդյոք կա այդ ձևի իրավիճակ, թե մեզ թվում է դա Եվ եթե տենց է, ես հասկանում, որ հիմա շատ քիչ մարդ կարա իր ինչ-որ ծրագիր է ներկայացնի, որը լինի ավելի ուժեղ, քան թե վարչապետի արած գործը։ Այսինքն ինչ է կատարում։ Իրոք մեր դաշտը բաժանվել է, այսպես ասած, հին քոչարյանական ուժերը եւ Նիկոլ Փաշինյանի ուժերը եւ այլ ուրիշ ոչ մի կուսակցություն չի ընդունում ժողովուրդը։ Թե այդ մարդիկ, ովքեր խոսում են, ուզում են վաղը դառնալ իշխանություն եւ այլն Չունեն ինչ-որ իրանց ուժեղ ծրագիրը, որը կարա գրավի մարդկանց հոգին եւ սիրտը։ Խնդրեմ։ Տեսեք Ռոման, նախ ես եմ շնորհակալություն հայտնում մեր հեռուստադիտողներին, հա, այսպես որ այս մի ժամվա ընթացքում մեզ հետ են եւ չեն հեռացել հետեւում այն։ Տեսեք քաղաքականությունը դա հանրային գործունեություն է եւ այսպես էկրաններին նաեւ գործունեություն է եւ էկրանից ցանկացած այսպես ֆաշը, կեղծը միշտ երևում է Եվ քաղաքականության մեջ, որպես նաև քաղաքագետ եմ նշում, պետք է ունենալ սեփական նախ եւ առաջ սկզբունքային դիրքորոշումը։ Կապ չունի դու պաշտպանում ես ուրեմն Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, թե մեկ այլ ուժի, դու պետք է ունենաս քո սկզբունքային դիրքորոշումը, քանի որ այնուամենայնիվ մեր քաղաքացիները բավականին խելացի են եւ դա տեսնում են, դա երևում է եւ այստեղ լղոզված որևէ քաղաքական գիծ տանելը դա բերում է ուրեմն պրավալների քաղաքականության մեջ եւ մեզ հետևող քաղաքական գործընկերները կարծում եմ պետք է դրանից հետևություններ անեն եւ բնականաբար այո այսօր դաշտը կարծեք թե հիմնականում բաժանված է երկու այսպես բևեռների իշխանական եւ նախկին իշխանությունների բևեռների իհարկե կան գործընթացներ նոր քաղաքական թիմերի նոր քաղաքական ուժերի ձևավորման թե աշխարհակաղակական վիժնի հա տեսլականի առումով թե ներքին քաղաքականության մեջ մոտեցումների առումով բայց ելի կրկնեմ այս թիմերը պետք է սկզբունքային լինեն քաղաքականության մեջ այսպես շատ չճկվեն այսպես հոսանքների ազդեցության տակ քանի որ ես հավաստիացնում եմ որ մեր քաղաքացիները ընտրողները դա շատ ուրեմն շուտ նկատում են եւ տալիս են իրենց գնահատականները ընտրությունների ժամանակ այնպես որ
իհարկե Հայաստանի քաղաքական դաշտը թարմացվելու կարիք ունի, դա նույնպես ազգային անվտանգության խնդիր է, քանի որ պետքա այս բևեռացումը ինչ որ ժամանակ այս բևեռացումից դուրս գանք եւ նաեւ պետքա քաղաքականության մեջ ակտիվ մասնակցություն ունենան այլ թարմ ուժեր, որոնք այստեղ խնդիրը ոչ թե արհեստական ձևավորված ուժերի մեջ է, այլ գաղափարական ուժերի մեջ է, գաղափարական թիմերի մեջ է, որոնց ամենակարևոր սկզբունքներն են ժողովրդավարությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Դա այն հենքն է, որը իմ համար ուղենշային է, եւ այստեղ մենք ունենք եւ նման թիմերի, կուր թիմերի խնդիր եւ նաեւ հասարակության մեջ այդ մտայնությունը շատ ավելի արմատավորելու ուրեմն անհրաժեշտությունը, քանի որ երբ որ մենք խոսում ենք նախկին այդ իշխանությունների կամ հիբրիդային պատերազմների մասին, այդ հիբրիդային պատերազմները ուղղված են այդ երկու կարևոր հիմնակարային սկզբունքների ժողովրդավարությանը, նրանք փորձում են վարկաբեկել ժողովրդավարությունը ժողովրդավարական երկրներին եւ նրանց առաջնորդներին, տեսեք հենց այսօր ինչ հակաքարոզչությունա գնում Ֆրանսիայի նախագահի դեմ կապված այդ Ուկրաինայում այդ հանդիպան ժամանակ, որ մարդը իր թաշկինակը դրված է եղել սեղանին էթիկայից ելնելով նկատելա արագ վերցրելա, դա ներկայացնում են չգիտեմ ինչ, ու էլի այդ շրջանակները հայաստանյան էլի քարոզչություն են իրականացնում Մակրոնի դեմ, ով այսօր գոյություն ունեցող Հայաստանի թերևս ամենամեծ պաշտպաներից մեկն է, ու այդ ուժերը էլի հանդես են գալիս Մակրոնի դեմ։ Այսինքն մենք տեսնում ենք երկու այդ տենդենսը ընդդեմ ժողովրդավարության քարոզչություն եւ Հայաստանի ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության փորձում են Հայաստանի քաղաքացիների մեջ նսեմացնեն ժողովրդավարության, հատկապես ինքնիշխանության նշանակությունը, փորձում են ընկճել Հայաստանի քաղաքացիներին, նրանց մեջ կասկածներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ, կասկածներ առաջացնելով հայ ժողովրդի մեջ, թե արդյոք ինքը ի վիճակի է որպես անկախ պետություն լինելու, այն հայ ժողովրդի, որ իր բազմահազարամյա պատմության մեջ մի քանի անգամ, տասնյակ անգամից ավել, եթե չեմ սխալվում, կերտել է անկախություն, կերտել է ինքնիշխան պետություն, հիմա այդ ժողովրդին այս ուրեմն պրոֆեսիոնալ չեկիստները, իրենց գնահատման պրոֆեսիոնալ չեկիստները եւ նեոբոլշևիկները փորձում են սերմանել այն թերարժեքության բարդույթը, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող լինել անկախ եւ ժողովրդավար։ Ես կարծում եմ մեր բոլորիս ուրեմն նաեւ ջանքերը պետք է ուղղված լինեն նաեւ այդ ուղղությամբ, նաեւ կրթական ոլորտի դեպ մենք նման մի նախաձեռնություն արդեն արել ենք եւ առաջիկայում այդ նախաձեռնությունը մեծ թափով առաջ կմղենք, որ մեր հանրությանը հատկապես երիտասարդության շրջանում փորձելու ենք տալ քաղաքական կրթություն, մեր պատմության, մեր քաղաքական պատմության, իրական քաղաքական պատմության իմացությունը, որպեսզի մեր հասարակությունը, երիտասարդությունը հատկապես առաջիկայում ընտրություն կատարելիս ինքնորոշված լինի քաղաքականապես եւ հաստատակամ լինի ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճանապարհին։ Բարի, շնորհակալ ենք Էդգար Առաքելյանին համար, որին համաձայնվեց պատասխանեց մեր հարցերին, իսկապես Էդգար շատ հոյակապ եթեր է։ Գիտեք, ես ինձ համար հետաքրքիր էր ամեն ձեր պատասխանը լսեմ, քանի որ սա թեմաներն են հետաքրքիր եւ ասեմ, որ ագին հարցեր կա, որը ես չեմ հասնում հիմա տամ, քանի որ ուզում եմ մեր եթերը լինի մոտով ժամանակ ունենանք հարցերը քննարկել։ Հա, 1 ժամ պետք է լինի եթերը, որպեսզի միշտ ինչի վրա նայվի եւ YouTube-յան ալիքում էլ միշտ խնդրում են ինձ, որ մի ժամից ավել չլինի։ Կհանդիպեք անպայման մոտակա 10-15 օրը Էդգար ջան եւ ձեզ ամենալավն եմ ցանկանում։ Ես էլ եմ շնորհակալ Ռոման ջան, ես էլ եմ ձեզ ամենալավը ցանկանում, շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս մեր եթերի համար, այո ինձ համար էլ չափազանց հետաքրքիր էին ու բովանդակալից ձեր հարցերը եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր հերոստատիտողներին այս մի ժամից ավելին մեզ հետևելու համար եւ գնահատականների համար։ Շնորհակալություն։